Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք ձեր ծննդյան օրվա մասին, տարվա բոլոր օրերի մասին։ Եղեք համբերատար և սպասեք ձեր օրվա կանխատեսմանը։ Նաև բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք լայք և իհարկե զանգակ կոճակը, որպեսզի չկորցնեք այն։ Ձեր ծննդյան ամսաթվի վրա հիմնված հորոսկոպը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ կամ ձեզ հետաքրքրող մարդուն։ Այն կբացահայտի մանրամասներ ձեր անհատականության, հարաբերությունների, անձնական կյանքի, աշխատանքի, կոչումների և առողջության մասին։ Կենդանակերպի նշանները բաղկացած են 12 նշանից, որոնցից յուրաքանչյուրը պատկանում է 4 տարերքից։ Մեկը կրակ, հող, օդ և ջուր։ Կենդանակերպի նշանը, որի տակ է ծնվում մարդը, ինչպես նաև նրա ծննդյան օրը, որոշում են նրա բնավորությունը, սովորությունները և ճակատագիրը։ Ծննդյան ամսաթվի վրա հիմնված հորոսկոպը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ձեր անհատականությունը։ Այն կբացահայտի ձեր ուժեղ և թույլ կողմերը, անձնական և ընտանեկան կյանքի հեռանկարները, սիրո և ամուսնության համար ամենահարմար զույգերին, մասնագիտական որակները և ձեր խոցելիությունները։ Այն կօգնի ձեզ բացահայտել թաքնված տաղանդները և զարգացնել դրանք։ Այն նաև կբացահայտի այսօրը ծնված կանանց և տղամարդկանց բնավորության գծերը։ Այն նաև կտա ձեզ կյանքը բարելավող խորհուրդներ, որոնք, եթե հետևեք, ձեզ կդարձնեն հաջողակ և երջանիկ։ Եվ այսպիսով այս տեսանյութը նվիրված է հունվարի 1-ին ծնվածներին։ Եթե դուք ծնվել եք հունվարի 1-ին, ապա ձեր կենդանակերպի նշանը աճեղջյուր է։ Սա երկրի, նաև հողի նշան է։ Հունվարի 1-ին ծնվածների առանձնահատկությունները։ Ուժեղ կողմերը՝ պատասխանատվություն, ճշտապահություն և նպատակասլացություն։ Թերությունները՝ ճկունության պակաս, վստահության պակաս։ Հունվարի 1-ին ծնված կանայք առանձնանում են հետևյալ հատկանիշներով՝ իմաստություն, գործնականություն, նպատակասլացություն և խորը ներքին աշխարհ։ Հունվարի 1-ին ծնված տղամարդիկ օժտված են հետևյալ բնավորության գծերով՝ առաջնորդություն, խնայողություն, զգուշություն և ազատասեր են։ Հունվարի 1-ին ծնվածների ընդհանուր բնութագիրը։ Հունվարի 1-ին ծնվածները ծնվում են աճեղջյուրի նշանի տակ։ Նրանք նպատակասլաց, զուսպ, պատասխանատու և նրբանկատ անհատներ են։ Նրանք խուսափում են նպատակներին հասնելու և խնդիրները լուծելու արմատական մեթոդներից։ Նրանք նախընտրում են սպասողական մոտեցումը, նախաձեռնողական գործողությունների փոխարեն, ընտրելով դանդաղ և փորձված ուղի։ Այսօրը ծնվածները հեշտությամբ են կապ հաստատում ուրիշների հետ։ Նրանք թույլ չեն տալիս, որ վեճերի և անհամաձայնությունների միջոցով կոնֆլիկտներ զարգանան։ Նրանք անվստահություն են տածում նոր ծանոթների նկատմամբ, ինչը նրանց ինքնամփոփ և զգացմունքային է դարձնում։ Նաև զգացմունքայնորեն զուսպ տեսք է հաղորդում։ Նրանց ընկերների շրջանակը սահմանափակվում է մի քանի ծանոթներով, որոնց նրանք ճանաչում են մանկուց կամ պատանեկությունից։ Այս մարդիկ չեն կարող պատկերացնել կյանքն առանց նպատակի։ Փոքր տարիքից նրանք գիտեն, թե ինչ են ուզում կյանքից, հետևաբար նրանք նպատակներ են դնում և անխոնջ աշխատում դրանց հասնելու ուղղությամբ։ Նրանք միշտ գործում են իրենց ծրագրի համաձայն։ Նրանք վախենում են ձախողումից, այդ իսկ պատճառով խուսափում են չմտածված գործողություններից և ինքնաբուխ որոշումներից։ Նրանք շատ ժամանակ են նվիրում կրթությանը և մասնագիտական հմտությունների կատարելագործմանը։ Նրանք սիրում են սովորել և ընդլայնել իրենց հորիզոնները։ Հունվարի 1-ին ծնված կանանց բնութագրերը։ Այս կանայք իմաստուն են, գործնական և նպատակասլաց։ Նրանք չեն պարծենում իրենց հաջողություններով և չեն փնտրում ուրիշների հավանությունը։ Նրանք ծաղկում են իրենց կարիերայում, որը քրտնաջան աշխատանքի և համառության արդյունք է։ Նրանք երազում են կայունության և ամուր ընտանիքի մասին։ Այս կանայք ունեն խորը ներաշխարհ, որը խթանում է ստեղծագործականության և հոգեբանության նկատմամբ կիրքը։ Նրանք հարգում և գնահատում են բարոյական արժեքները։ Նրանք ձգտում են կարգուկանոնի և նյութական բարեկեցության։ Հունվարի 1-ին ծնված տղամարդկանց բնութագրերը։
Այս տղամարդիկ նպատակասլաց են, խնայող և զգույշ։ Նրանց համար կյանքում ամենակարևորը կարիերան է և ինքնադրսևորումը։ Նրանք զոհաբերում են իրենց նպատակներին հասնելու համար։ Նրանք խորապես սիրում են ազատությունը և չեն սիրում ճնշումը, ինչը դժվարացնում է նրանց համար ամուր, վստահելի հարաբերություններ կառուցելը։ Այս տղամարդիկ ունեն արտահայտված առաջնորդական որակներ։ Նրանք ձգտում են հաղթանակի։ Նրանք ցավոտ են տանում ձախողումը, ինչը կարող է խաթարել նրանց ինքնավստահությունը։ Նրանք հարգում են ավելի բարձր դիրք զբաղեցնողներին։ Ճակատագիր։ Այսօրը ծնվածները դժվար ճակատագիր ունեն։ Նրանց կյանքը նման է իրադարձությունների հորձանուտի, որը նրանց պատում է վաղ մանկությունից։ Բախտը անարդար է այս մարդկանց նկատմամբ, ուստի նրանք հաջողության և նյութական բարեկեցության են հասնում քրտնաջան աշխատանքի միջոցով։ Նրանք միշտ շրջապատված են չարախոսներով, մրցակիցներով և նախանձող մարդկանցով, ովքեր ցանկանում են զբաղեցնել իրենց տեղը։ Սա խոչընդոտում է նրանց նոր ընկերներ ձեռք բերելուն, ռոմանտիկ հարաբերությունները կառուցելուն և երջանիկ ընտանեկան կյանք վայելելուն։ Ինչն է ձեզ դուր գալիս։ Պլան մշակել, սահմանել իրատեսական նպատակներ և հասնել դրանց, ստանալ նոր գիտելիքներ, ճանապարհորդել, զբաղվել ստեղծագործականությամբ, գիտությամբ և ձեռներեցությամբ, կազմակերպել արձակուրդներ, սովորեցնել այլ մարդկանց։ Ինչը ձեզ դուր չի գալիս, ռիսկի ենթարկել ձեր դիրքը, անզգույշ գործողություններ կատարել, անհեթեթ որոշումներ կայացնել, պարտվել, վերլուծել ձեր սխալները, կանգնել կես ճանապարհին և գումար դեն նետել։ Հարաբերություններ։ Հունվարի 1-ին ծնված այս եղջյուրները հարաբերություններում ամաչկոտ և շատ զուսպ են։ Նրանց սառը և անտարբեր արտաքինի հետևում թաքնված է զգայունություն և խոցելիություն։ Նրանք դժվարանում են խոստովանել իրենց սերը և առաջինը մոտենալ իրենց սիրելիներին։ Նրանք որպես զուգընկեր ընտրում են ավելի զգացմունքային և ուժեղ անհատականություններ։ Ամուսնության մեջ նման կանայք հրաշալի տնային տնտեսուհիներ են, նաև մայրեր, իսկ տղամարդիկ հավատարիմ և հոգատար ընտանեկան տղամարդիկ։ Համատեղելիություն։ Հունվարի 1-ին ծնված այս եղջյուրները ամուր և ներդաշնակ հարաբերություններ են հաստատում ցուլի, առյուծի և իրենց կենդանակերպի այլ նշանի հետ։ Բարդ հարաբերություններ են զարգանում խեցգետնի, աղեղնավորի, ջրհոսի և խոյի հետ։ Հունվարի 1-ին ծնվածների համար ամենահարմար զուգընկերները։ Հետևյալ օրերին ծնված մարդիկ առավել հարմար են սիրո և ամուսնության համար։ Կարող եք գրի առնել։ Հունվարի 7-ին 10 և 13, փետրվարի 2, 13, 17, 24, 29, մարտի 6-ին 15, 22, 31, ապրիլի 2, 12, 26, 27, մայիսի 5, 6, 8, 10, 22, հունիսի 8, 10, 11 և 17, հուլիսի 15, 22, 30, օգոստոսի 2, 8, 19, 24, 27 և 28, սեպտեմբերի 2, 3, 4, 5 և 23, հոկտեմբերի 2, 5, 11, 12 և 26, նոյեմբերի 2, 5, 16, 26 և 30 և իհարկե դեկտեմբերին ծնվածները 3-ին, 9-ին, 23-ին և 31-ին ծնվածները։ Իրենց հետ կարող եք և ամուսնանալ, և սիրահարվել։ Աշխատանք։ Այս մարդկանց համար աշխատանքը կյանքում ամենակարևոր բանն է։ Նրանք պատասխանատու կերպով են ընտրում իրենց մասնագիտությունը։ Նրանք աստիճանաբար կառուցում են իրենց կարիերան, հաղթահարելով առաջացող դժվարությունները։ Նրանք չեն ընտրում հաջողության հասնելու հեշտ ճանապարհը։ Նրանք համառ և աշխատասեր են իրենց աշխատանքում։ Այսօր ծնվածները հնարամիտ են, անկախ և ձեռներեց։ Նրանց համար լավագույն մասնագիտություններն են՝ փաստաբան, դասավանդում, բիզնես և կառավարումը։ Նրանց բացասական գիծը ռիսկի վախն ու կրքի բացակայությունն է։ Կայունության ձգտման մեջ նրանք բաց են թողնում հաջողության հասնելու և ինքնադրսևորվելու հնարավորությունը։
Առողջություն։ Հունվարի 1-ին ծնվածները զուսպ և գաղտնապահ են։ Հույզերը ճնշելը և վերահսկողությունը պահպանելու փորձերը հանգեցնում են ստրեսի և նյարդային լարվածության։ Այս մարդիկ հակված են դեպրեսիայի և հոգնածության։ Նրանք, ովքեր չեն կարողանում հաղթահարել ներքին վախերն ու լարվածությունը, կարող են դիմել հոգեթերապևտի։ Տարվա առաջին օրը ծնվածները թույլ տեղ ունեն մարսողական համակարգում։ Լուրջ հիվանդություններից խուսափելու համար կարևոր է հետևել սննդակարգին և սննդային սովորություններին։ Այս անհատները հակված են ճարպակալման։ Սննդակարգը և չափավոր ֆիզիկական վարժությունները կօգնեն պահպանել ֆիզիկական պատրաստվածությունը։ Առավոտյան վարժությունները, լողը կամ քայլելը ամենաարդյունավետը կլինեն։ Կարևոր է սահմանափակել ալյուրից պատրաստված արտադրանքը, քաղցրավենիքը և կենդանական ճարպերը ձեր սննդակարգում։ Դրա փոխարեն ընտրեք բարակ միս, բանջարեղեն և մրգեր։ Խորհուրդներ հունվարի 1-ին ծնվածների համար։ Մի դրեք չափազանց մեծ պահանջներ ինքներդ ձեր առջև, սովորեք թուլանալ և լիցքաթափվել։ Հուզական ստրեսը և իմպուլսիվությունը խանգարում են ձեզ իրականացնել ձեր ծրագրերը և հաջողության հասնել աշխատանքում։ Համբերատար եղեք։ Ձեր կարիերան կառուցելու և ցանկալի պաշտոնին հասնելու համար անհրաժեշտ է աստիճանաբար առաջ շարժվել։ Ղեկավարությունը կնկատի և կգնահատի ձեր հանգստությունը, պատասխանատվությունը և համառությունը։ Վստահեք ձեր զգացմունքներին։ Մի ամաչեք արտահայտել ձեր զգացմունքները կամ վախենալ հարաբերություններից։ Սիրելի մարդը կբերի ներդաշնակություն, ռոմանտիկա, վստահություն և հոգեկան խաղաղություն ձեր կյանք։